Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի թեմայի անդրադառնալ, որը կարծում եմ արդիական է և ավելորդ չէ դրան անդրադարձը։ Այսօր համատարած ձևով երկրում իրականացվում է քաղաքական հետապնդում բոլոր ընդդիմադիրների նկատմամբ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, չգիտեն, չեն կարդում օրենքները, որ ընտրակաշառքը, ընդհանրապես կաշառքը, դա այն հանցագործությունն է, որ տեղում բացահայտվի, կատարման պահին։ Հիմա մեկը գա մեր տուն, ասենք ես իրան սուրճ հյուրասիրեմ, խոսենք ընթացքում ասեմ, գիտես, լավ կլինի ես ինչին ընտրես, այդ եղավ ընտրակաշառք։ Հրա ամոթ ամենամեծ ընտրակաշառք բաժանողը այն հրապարակում ծավալած անձնավորությունն է, որը խոստումներ շռայլելով ման էր գալիս նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Եվ հետո գիտեք ինչ, մի բան պետք է արձանագրել։ Այդ ոնց է, որ մենակ ընդդիմադիր գործիչներն են ընտրակաշառքի մեջ մեղադրվում։ Հələ մի հատ իշխանական գործիչ կամ իշխանությանը աջակցող անձ ասեք, որ ընտրակաշառքի մեջ մեղադրվում է։ Չկա տես բան։ Այսինքն սա ակնհայտ քաղաքական հետապնդում է։ Ես կոչ եմ անում ստրկամիտ ծառայողներին իրավական համակարգում, ոչ բոլորն են այդպես հանուն ճշմարտության, բայց այն ստրկամիտներին, որոնք մի հատ կանոն ունեն, ցանկացած հանձնարարություն կատարել, մենակ թե պահել պաշտոնը։ Այս հրանց կոչ եմ անում այդ երկոտանիներին, որ հիշեն, որ այտենց ապօրինի հանձնարարություններ կատարելով խախտում են քրեական օրենսգրքի 478 և 480-րդ հոդվածների պահանջները, որոնք պատասխանատվություն են նախատեսում ապօրինի ձերբակալման, կալանավորման, իսկ 480 հոդվածը ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Ոչ մեկ չի շրջանցելու այս հոդվածները։ Հիշեք, ստրկամիտ իրավաբաններ և իրավապահներ, ճակերտավոր իրավապահներ, ուրեմն ոչ մեկ չի շրջանցելու, բոլորը պատասխան եք տալու, բոլորի դեմքերն էլ ֆիքսված է, տվյալները կա, իշխանություն փոխվելու դեպքում դուք կանգնելու եք օրենքի առաջ, սա նկատի ունեցեք, մեկ էլ մի բան նկատի ունեցեք, մտածեք ձեր երեխեքի պատվի մասին, ձեր երեխեքի հեղինակության մասին, ու ձեր մասին ոնց են ձեր երեխեքը լսելու և ինչ ապրումներ են ունենալու, այսքանը։